Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Արդեն մի քանի օր է Ադրբեջանի լրատվականները հայտնում են, որ ադրբեջանական բեռնատարները Վրաստանում բախվում են արհեստական խնդիրների։ Որոշ մեքենաներ արդեն ավելի քան 3 շաբաթ ստիպված են սպասել Մաքսայինում։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Վրաստանի վարչապետ Իրակլի Գոբախիձեն արձագանքել է այդ լուրերին, նշելով, թե որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Որքան տեղյակ եմ, միայն մեկ ավտոմեքենա է կանգնեցվել, եւ դա եղել է որոշակի պատճառով։ Մենք պատրաստ ենք բարեկամաբար քննարկել հնարավոր ցանկացած խնդիր։ Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է միջադեպը, նշելով, որ աշխատում են վրացական կողմի հետ խնդիրը լուծելու համար։ Վրաստանում բողոքի ակցիաների հետևում կանգնած ուժը որևէ կերպ հետաքրքրված չէ վրացական երազանքի կառավարության եւ Եվրամիության անդամ պետությունների միջև սերտ հարաբերություններով։ Այս մասին Դոլչե Վելեին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Նրա խոսքով բողոքի ակցիայի մասնակիցները ֆինանսավորվել են, իսկ գործընթացներն արհեստականորեն կազմակերպված են։ Այդ մարդիկ հիմնականում երիտասարդներ, արտաքին ազդեցության տակ խապված քաղաքացիներ են։ Մենք ապավինում ենք փաստերին։ Նրանց գործողություններն ուղղված չեն քաղաքացիների բարեկեցությանը։ Դրանք հիմնականում ֆինանսավորվող խմբեր են, որոնց առաջնորդները եկել են արտասահմանից։ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սակայն դեռ նախադրյալներ չի տեսնում քաղաքական երկխոսության վերսկսման համար։ Այս մասին հաղորդում է Իզվեստիա թերթը հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Գերատեսչությունից պարբերականին հայտնել են, որ Վրաստանի հետ Ռուսաստանի քաղաքական երկխոսության վերսկսման համար նախադրյալները բացակայում են, քանի որ Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը շարունակում է կապել Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու հետ։ Դա անիրադեսական պահանջ է եւ վնասակար է հենց Վրաստանի համար։ Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարությունից ընդգծել են, որ Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ քայլերի համար այնքան, որքան Թբիլիսին ինքն է պատրաստ դրան, գրում է թերթը։ Գնդակը Վրաստանի դաշտում է եւ կարծում ենք, որ հենց նրանք պետք է այդ հարցում առավել շահագրգռված լինեն, նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ պահպանում է կապերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Ստամբուլի բանակցությունների վերսկսման վերաբերյալ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմն արդար եւ երկարատև խաղաղությամբ ավարտելու համար։ Նա նշել է, որ կողմերի հետ շփումները շարունակվում են Ստամբուլի գործընթացը վերսկսելու նպատակով, եւ Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության դուռը հնարավորինս շուտ բացելու համար։ Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ դիվանագիտական ուղիները պետք է առավել արդյունավետ օգտագործվեն երկարատև խաղաղության հասնելու համար։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի աջակցությունը հրադադարի գործընթացին կշարունակի աճել եւ որ խաղաղության ջանքերը կհեշտացվեն, եթե երկրները խուսափեն քայլերից, որոնք կարող են վտանգել համաշխարհային խաղաղությունը։ Թուրքիան առանցքային գործընկեր է Հարավային Կովկասում, միջերկրական եւ Սևծովյան տարածաշրջաններում կայունության ապահովման համար։ X-ի իր էջում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ շարունակում ենք մեր դրական օրակարգը Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում։ Մենք կակտիվացնենք աշխատանքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին աջակցելու ուղղությամբ։ Բրյուսելայցի շրջանակում Հական Ֆիդանն առանձնազրույց է ունեցել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ։ Թուրքիան կտրուկ կրճատել է ռուսական առաջատար Ուրալս տեսակի հում նավթի ներմուծումը արևմտյան պատժամիջոցների խստացման եւ թուրքական նավթավերամշակման գործարանների այլընտրանքային մատակարարումների անցման ֆոնին, հաղորդում է Reuters-ը։ Նոյեմբերին Թուրքիա Ուրալս տեսակի նավթի մատակարարումները կրճատվել են օրական 100,000 բարելով նախորդ ամսվա ծավալների համեմատ։ Թուրքիան 2022 թվականից ռուսական հում նավթի խոշորագույն գնորդներից է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան, որպես երկու խոշոր տարածաշրջանային պետություններ, հանձնառու են սերտորեն գործակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության եւ զարգացման խթանման համար, հաղորդում է Մեհրը։ Արաղչին անդրադարձել է օրերս Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, շեշտել այն անցել է բացարձակապես ջերմ եւ կառուցողական մթնոլորտում։ Կողմերը դիտարկել են երկկողմ հարաբերությունները եւ վերահաստատել երկու երկրի ղեկավարների կայուն վճռականությունը, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տեխնոլոգիական, անվտանգության եւ մշակութային ոլորտներում գործակցությունը խորացնելու համար։
Մենք խոր մտահոգություն ենք արտահայտել Գազայի եւ Արևմտյան ափի աղետալի իրավիճակի կապակցությամբ, վճռականորեն դատապարտել ենք Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությունը եւ համաձայնել, որ հրատապ անհրաժեշտություն կա այդ հանցագործությունները դադարեցնելու եւ միջազգային հարթակներում Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները մինչև այժմ չեն ստացել Նաթանզի, Սպահանի եւ Ֆորդոյի խոշոր միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն, որոնք վնասվել են հունիսին ամերիկյան ռմբակոծության հետևանքով։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Իրանը սահմանափակել է գործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Մենք ձգտում ենք երկխոսության, բանակցություններ ենք անցկացրել Կահիրեում եւ ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Մեր տեսուչներն արդեն այցելել են մի շարք օբյեկտներ, սակայն նրանք հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն չունեն։ Հիշեցնենք, որ Իսրայելի եւ Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները հակաբունկերային ռումբերով թիրախավորել է Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտները։ Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբասին հայտարարել է, որ Իսլամաբադը, Թեհրանը եւ Ստամբուլը կապող էկոբեռնատար գնացքը կվերսկսի երթևեկությունը դեկտեմբերի 31-ին։ Ըստ նրա, այս քայլն ընդգծում է երկրի շահագրգռվածությունն Իրանի հետ տարածաշրջանային կապը ընդլայնելու հարցում, հաղորդում է Մեհրը։ Հանիֆ Աբասու խոսքով այս հարցում Պակիստանը խրախուսում է նաեւ գործարար համայնքին օգտվելու առկա հնարավորություններից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է նաեւ Եվրամիության շահերից։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով կայացած ջեպազրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարեւոր է երեք ժողովուրդների փոխկապակցվածության եւ բարեկեցության համար։ Կալասը նաեւ նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր են հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Եվրամիությունն ամեն ինչ կանի այս հարցում կողմերին աջակցելու համար, շեշտել է Պաշտոնյան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Վիեննա։ Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ այցի շրջանակում Բայրամովը մասնակցելու եւ ելույթ է ունենալու դեկտեմբերի 4-ից 5-ը կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստում, նաեւ հանդիպումներ է ունենալու միջոցառմանը մասնակցող այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Բաքվում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչի հետ։ Հանդիպմանը քննարկվել են էներգետիկ գործընկերության զարգացման վերաբերյալ հարցեր, հարավային գազային միջանցքից մինչև կանաչ էներգետիկ միջանցք, նաև գործակցությունն էներգոարդյունավետության եւ ջրածնային տեխնոլոգիաների ոլորտներում։ Շահբազովը նշել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները գործակցության լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում։ Հարավային գազային միջանցքով ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ 2022 թվականին Եվրամիությունն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև 2027 թվականը տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման շուրջ։ Մարութ Արվերդյան, Հարևաններ։